մթերքի արտահանումները մաքսիմալ դիվերսիֆիկացնենք, որպեսզի մենք որևէ մեկ շուկայից անհամաչափ կախվածություն չունենանք, ի կատարումն իրական Հայաստանի գաղափարախոսության են թեզի, որ անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածության։ Հարմարվեք նոր իրականությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս միտքը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական քննարկումներ է առաջ բերում։ Կառավարության նիստում Փաշինյանը հայ գործարարներին կոչ է անում արդեն այսօր մտածել։ Մեկ տարի անց որտեղ են իրացնելու իրենց արտադրանքը։ Իշխանության համար սա փոփոխվող աշխարհին պատրաստվելու անհրաժեշտություն է, իսկ քննադատների համար ազդանշան, որ Հայաստանի համար ավանդական տնտեսական ուղղությունները բախվել են լուրջ խնդիրների։ Այս հայտարարության հետևում ավելի լայն հարց է. արդյոք Հայաստանը կարող է արագ փոխել իր տնտեսական հենարանները եւ ինչ գին կարող է ունենալ այդ անցումը։ Ինչ է նշանակում այս հայտարարությունը Փաշինյանականից ավելի հասկանալի լեզվով թարգմանված ըստ քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանի։ Ռուսաստանի եւ Եվրասիական տնտեսական միության շուկաները Հայաստանի համար փակ կմնան։ Դա տեղի է ունենում հակառակ Փաշինյանի նախընտրական հավաստիացումներին, թե Պուտինն իր ընկերն է, իսկ Ռուսաստանի հետ բոլոր վիճելի հարցերը կհարթվեն հունիսի 7-ի ընտրություններից անմիջապես հետո։ Հարաբերությունները կարգավորել Նիկոլն այդպես էլ չկարողացավ, ինչը միանգամայն սպասելի էր եւ տրամաբանական։ Ավելին, Փաշինյանը հասկանում է, որ հայկական արտադրանքի արտահանման հետ կապված խնդիրները Ռուսաստանի եւ ԵԱՏՄ շուկաներ մոտ ապագայում չեն Ուստի նա առաջարկում է արդեն հիմա մտածել այն մասին, թե որտեղ եւ ինչպես են արտադրողները մեկ տարի հետո ապրանքներ մատակարարելու։ Քաղաքագետը նկատում է Փաշինյանի վարչապետությունը ճանաչած արտաքին խաղացողները պահանջում են կոնկրետ քայլեր աշխարհաքաղաքական դաշտում Հայաստանը դարձնել հակաիրանական եւ հակառուսական պլացդարմ, իսկ այդ որոշումների համար այժմ ստիպված կլինեն վճարել Հայաստանի այն քաղաքացիները, որոնք արդեն զրկվել են եկամուտներից։ Պետության օգնության վրա քաղաքացիները չպետք է հույս դնեն։ Այնուհետև նա կառաջարկի հարմարվել գազի եւ այլ էներգակիրների գնի բարձրացմանը, դա եւս բացատրելով ինքնիշխանության կարիքներով։ Մոսկվան միշտ մնալու է ռազմավարական գործընկեր Երևանի համար, իսկ տնտեսական առումով Հայաստանի համար ոչ մի երկիր չի կարող փոխարինել Ռուսաստանին, վստահեցնում է Ռուսաստանի միջազգային հարցերով խորհրդի գլխավոր տնօրենի տեղակալ Դմիտրի Կիկուն։ Ցավոք վերջին շրջանում Հայաստանում առաջ են մղվում ոչ միանշանակ խոսույթներ, նաև այն մասին, թե իբր Թուրքիան կարող է դառնալ Ռուսաստանին փոխարինող եւ այլն։ Ռուսաստանին որպես դաշնակցի եւ Հայաստանի համար հիմնական առևտրատնտեսական գործընկերոջ հավանաբար երբեք փոխարինող չի լինի։ Ռուսաստանն ու Հայաստանը դավանանքի, մշակույթի, միջանձնային հարաբերությունների, մարդկային գործոնի տեսանկյունից միշտ ունենալու են հատուկ հարաբերություններ։ Հուսով եմ, որ Հայաստանի համար Ռուսաստանը միշտ կմնա ռազմավարական գործընկեր։ Իսկ տնտեսագիտության բարձրագույն դպրոցի եվրոպական եւ միջազգային համալիր հետազոտությունների կենտրոնի կրտսեր գիտաշխատող Նուբար Կուլիևան համաձայներով հնչեցրած գնահատականներին հավելում է. Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունները գտնվում են նախ եւ առաջ Երևանի եւ Բաքվի հարաբերությունների համատեքստում։ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններն ուղղակիորեն կապված են բոլոր համաձայնագրերի ամբողջական կարգավորման, ստորագրման եւ վավերացման գործընթացի հետ եւ առաջին հերթին առևտրատնտեսական բնույթ ունեն։ Փաստորեն տնտեսական քարտեզի փոփոխության հարցը վերածվում է քաղաքական ընտրության հարցի եւ հիմա գլխավոր խնդիրը ոչ միայն այն է, թե Հայաստանը որ շուկաներ կմտնի, այլ արդյոք այդ ճանապարհին կունենա հստակ ռազմավարություն, թե ստիպված կլինի պարզապես արձագանքել զարգացումներին։ Ֆրիդա Ղազարյան, Վահագն Մխիթարյան, TB News։